Հայոց պատմության մեջ նրա անունը մնաց որպես մարդ, ով վճռականորեն կարողացավ եւ համարձակվեց սպանել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալիաթ Փաշային։ Սողոմոն Թեհլերյանը մասնակցում էր Դաշնակցության կողմից կազմակերպված Նեմեսիս հայտնի գործողությանը եւ նրան էր բաժին հասած այդ ցուցակի ամենանշանակալի անունը։ Նեմեսիսի հայտնի գործողությունները Սողոմոն Թեհլերյանի անձնական ողբերգության պատճառն էին, որովհետեւ ցեղասպանության ժամանակ սպանվեց նրա ամբողջ ընտանիքը։ Իր այդ ամբողջ ընտանիքը բաղկացած էր 85 անդամից, որոնց մեջ նաև մայրն էր, ով դարձյալ սպանվեց ցեղասպանության ժամանակ։ 1915 թվականի մարտի 15-ին, երբ գնդակահարվեց Բեռլինում Թալիաթ Փաշան, նա կարծես վրեժն առավ ամբողջ հայ ժողովրդի եւ նաեւ իր ընտանիքի։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում սկսեց մի դատավարություն, որը ցնցեց ամբողջ աշխարհը։ Դատավարության ժամանակ նա ասաց, որ անարձագանք չէր կարող թողնել մոր եւ իր ամբողջ ժողովրդի սպանությունը։ Խոստովանածից հետո դատավորները նշեցին, որ այստեղ գործում է մարդկային արդարության ուժը եւ հրապարակվեց մի վճիռ, որը դարձյալ ցնցեց բոլորին։ Սողոմոն Թեհլերյանը արդար ճանաչվեց։ Թեհլերյանի դատավարությունը լայն քննարկում առաջացրեց սփյուռքահայության շրջանում եւ սկսեցին գործողություններ սկսվել ցեղասպանության ճանաչման շուրջ։ Իսկապես Թեհլերյանը դարձավ արդարության փնտրտուքի եւ ազատության խորհրդանիշ։